Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք Antifake-ի հետ Ղազարյան versus Ղազարյան, բոլորի կողմից սիրված նախագիծը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանը արդեն որերորդ, արդեն հերթական անգամ, արդեն կարելի ասել մշտական անգամ իր մոտ է հրավիրում եւ հետեւաբար նաեւ այս եղանակով մենք բերման ենք ենթարկում մեր վիրտուալ տաղավար ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանին։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ի թիմին այս եւ մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ, բարեկո պարոն Ալեքսանյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Պետրոս, ես ամեն անգամ ձերս երկուսի խոսակցությունը որ լսում եմ, գիտես ինչն եմ հիշում, մի հատ բան կա է, Վահագետի դու էլ կիմանաս, դու ավելի լավ կիմանաս, որ ասում եմ իսկ խոզուկը խռա ծիծաղում էր նրա վրա, ծիծաղում էր վրա տալիս, այս տղան ինձ դուր է գալիս։ Լավ էլի։ Դες դուրդ գալիս, հա Պետրոս ամեն անգամ այս տղային որ դու բերում ես ստեղ, հետևաբար նաև մեր մոտ։ Դե որ դուրդ գալիս է, վայել ենք։ Ես լսում եմ ձեզ քննադատողներին եւ տեսեք ինչպիսի միտք է հնչում։ Եթե մենք հիմա միջանցքը չտանք Ռուսաստանին եւ Ադրբեջանը չգնա գա, Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպես Նաթանյահուի հետ եւ սա ըստ նրանց պատերազմի պատրաստությունը Հայաստանի դեմ։ Հիմա կամ դուք միջանցքը տալիս եք 9-րդ կետի հետ համաձայն եւ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ համաձայն կամ նրանք պատերազմ կսկսեն եւ կգրավեն միջանցքը եւ մեղքն ու պատասխանատվությունը կլինի իշխանություններին ձեր մեկնաբանությունը Այստեղ պետք է իրարից անջատել երկու բան մի բան ասել կամ տվեք միջանց կամ կլինի պատերազմ դա շատ հաճախ անում է ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար նաև ռուսական որոշ քարոզչամեքենայի ներկայացուցիչներ մի բան ասել տվեք միջանցք նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն որտեղ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի այսինքն մի միջանցք կա դա Լաչինի միջանցքն է իսկ Հայաստանի տարածքով ոչ մի միջանցքի մասին խոսք չկա Վահագ դու գիտես վերջում ինչն է ինչից անջատվելու Ոտդ ոտից Լսի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որ կա Լաչինի միջանցք կարաս հիմա աստեղից դուրս գաս ու գնաս Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ Գորիսից Լաչինի միջանցքով գնաս նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դա կա, չէ՞։ Դա ինչի համար է, որպեսզի ապահովի հուսալի կապը Արցախի եւ Հայաստանի միջեւ։ Կարաս գնաս։ Թե կարող է հանկարծ ադրբեջանցիները քեզ բռնեն ու ինձ թվում է ոչ մի բանը չեն անի, որովհետեւ մի կենթանի կա, որ դրանք ծեծես չեն մոտենա։ Դու այսինքն դու հանգիստ կարաս հետաս գաս, քեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Այ մենք չենք կարող գնանք։ Մենք։ Այն ինչը գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանի Հանրապետությունը ասում է դա գրեթե նույնն է ինչ։ Գրեթե չէ, նույնն է ինչ ունի Ադրբեջանը Իրանի տարածքով անցնող ճանապարհ։ Պետք է հսկեն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերը։ Այդ հսկողության մասին կամ ԱԾ ուժերը։ Տեսեք, գրված է որ անվտանգությունը այդ ճանապարհի ապահովում է Հայաստանի Հանրապետությունը։ Հսկողության մասին մենք էլ ասում ենք այդ հսկողությունը հեչ պարտադիր չի որ տեղում իրականացվի։ Ահա։ Արցանց կիրականացվի։ Skype-ով։ Խելոք հայել է դա ժամանակակից տեխնոլոգիա, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կապահովի հսկողության ժամանակակից արցանց եղանակները։ Ոնց է գրած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ոնց գրած է, դենց էլ ասում այդ ման։ Մենք այդ հսկողության համար համապատասխան որոշակի գործիքակազմ կմշակենք ու կներկայացնենք։ Հիմա տեսեք, պարոն Ալեքսյան, այդ հսկողության մասով
հենց նույն մարդիկ ձեր դիմախոսներն ասում են, որ դուք ունեք ձեր մեկնաբանությունը հսկողության, վերահսկողության, տենց է գրած։ Ռուսներն ու ադրբեջանցիները ունեն իրենցը։ Դրանք տարբերվում են իրարից։ Եվ ասում են, այ ձեր մեկնաբանությունը կհասցնի պատերազմի, որովհետև նրանց հետաքրքիր չի ձեր մեկնաբանությունը։ Իրենք շարժվելու են իրենց մեկնաբանությամբ։ Ունենք ուժ կասեցնելու իրենց մեկնաբանությունը եւ ստիպելու մեր մեկնաբանությունը։ Պատերազմը ցույց կտա։ Նույն մտածելակերպով կարելի է ասել, որ իրենց մեկնաբանությամբ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետքա լուծարվի եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության փոխարեն պետքա պետական ողջ ապարատը կառավարվի Ռուսաստանի ԱԲՑ-ի կողմից։ Ռուսաստանի չէ, մի րոպե, Ռուսաստանի ինչ կապ ունի ստե։ Այո, Ռուսաստանը ընդամենը միջնորդ է հանդիսացել, որ դուք ձեր ղեկավարը Ալիևի հետ ստորագրի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այո, Ալիևը նպատակ ունի, այդ տրամաբանությամբ կարաս ասես եւ ասում ես, որ իրանց նպատակը Հայաստանը լուծարելն է։ Եվ իրանց նպատակի իրագործման հարցում ունեն ձերպես մուրազ գործընկեր, որոնք օգնում են իրենց, որ լուծարվի Հայաստան։ Արցախը կարող է դուք չեք օգնել, որ լուծարվի։ Հիմա այն մարդիկ Արցախը լուծարել են, անցել են Հայաստանը լուծարման։ Ռուսներն ինչ կապ ունեն այստեղ։ Մատ ուզում եմ իմանամ, էլի։ Ճանաչում ենք այդ ճանապարհը որպես Հայաստանի սուվերեն տարածք։ Իրենք դա ասում են, Ադրբեջանն էլ ասում, բայց պետք է նախ խոչընդոտ եւ ռուսները հսկեն։ Հիմա դուք ասում եք հսկելը կարան Սպուտնիկով էլ հսկեն, այդ մարդիկ ասում են, չէ, պետք է մեր զորքերը կանգնած լինեն։ Հիմա ասում են, ընդհանրապես զորքերի մասը։ Զորքը ԱԴՑ ծառայությունը, հա։ Զինված մարդիկ են։ Հիմա ընդհանրապես նման բան չկա, բայց պարոն Ալեքսանդր, հիմա ասում են, լավ։ Չէ, Պետրոս, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ՖՍԲ-ի սահմանապահ զորքերը, դա զորքի զենքի հետ ի՞նչ կապ։ Դա ոնց որ ասենք սոցիալ նախարարությունն էլի, տենց սոցիալական աշխատողներ են։ Զենք, զորք, համազգեստ, չէ, դες բաներ չկա, ի՞նչ կապ ունի, դες բանով ասում, որ ընդ գրած է զենք։ Ընդ ուղղակի գրած է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գրոնը գիտես ով է Պետրոս։ Սա դու կարող ես մտածես, որ այս մարդիկ կապ չունեն, չէ, դրանք ռուսների անունը գրեին ընդ։ Բայց он շանորքը կա է Նիկոլը։ Սաղեն է գրել, թե չէ Վահագը լրտես բանկը գրել, Վահագը եվրոպացի է։ Վահագը, Տիլիգագոն, բանը այն մնացածները դրանց խմբակցության սրանք եվրոպացիներ են։ Դրանք ինչ սիրուն եվրոպացի են, իտալացի։ Անվտանգությունը զինված մարդիկ պետք են անվտանգություն ապահովելու համար։ Անվտանգությունը հստակ գրված է, որ անվտանգությունը ապահովում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ հակասության առումով կլինի պատերազմ, ասում են։ Ավելավ չի տակ եւ չլինի պատերազմ։ Պետրոս, իսկ կլինի քեզ տանք։ Ասենք եթե ինչ-որ բան պիտի տանք, որ պատերազմ չլինի։ Կլինի քեզ տանք, պատերազմ չլինի։ Չնայած արել է մոռանում եմ, դրանք արել ի՞նչ են սիրում այդ տեսակը չեմ հասկանում, որ զզվում են, ոչ մոտենում են, ոչ բան են անում։ Չեն վերցնի, չէ՞։ Բա ինչ անենք։ Ոչ քեզ կարանք տանք, ոչ սրանք կարանք տանք։ Ստիվաս պիտի տանք մեր հայրենիքը, հա, ձեզ պիտի պահենք, հայրենիքը տանք։ Դուք էլ նստեք, այդ տալու գովքը անեք։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կատարել այն, ինչի տակ ինքը ստորագրել է, իսկ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է շատ հստակ բաների տակ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, ու ինչ ստորագրել է, դա կա, հա։ Նոյեմբերի 9-ով հիմա Արցախը կա, այդ ձեր ստորագրած Լաչինի միջանցքը կա, Հայաստանի հետ մշտական հուսալի կապը Արցախի կա։ Դες բան չկա, այս մարդիկ ստորագրեն ու չանեն։ Ինչ ստորագրել եք, սաղ կա։ Նույն ընդդիմախոսները ասում են, որ այս պատմության մեղավորը դուք եք, ինչու։ Տեսեք, ասում են պատերազմից հետո, երբ որ կնքվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Ադրբեջանը թողեց, որպեսզի ղարաբաղցիները հետ գան Ղարաբաղ։ Թողեց, որ միջանցքը Լաչինի աշխատի, այնտեղ եղան ռուս խաղապահները։ Այ Ադրբեջանի այդքան անելուց հետո դուք ճանապարհը չբացեցիք կամ միջանցքը կամ ոնց դա հայկական ընդդիմախոսներն են ասում։ Այո, հայկական ընդդիմախոսները։ Ո՞վ ասում, Պետրոս, ով բաթելը խնդրում եմ, այդ քո ասացի ասողի անուն ազգանունը մեկ էլ թե որտեղ ասի, դա ասա։ Ասեք դու քո խելքից դուրս ես տալի եւ ասես ընդդիմախոսները ասում են, որ ադրբեջանցիները թողեցին, որ հայերը վերադառնան արդ։ Ադրբեջանցիները ով էին այդ ժամանակ, որ թողնեին։
Արցախը հələ ուներ հայկական պատկանելություն, խաղաղապահներին կանգնած էին երաշխավորված ճանապարհը գալ, ով ուզում էր վերադառնալու, վերադառնում էր, ով չէր ուզում, չէր վերադառնում։ Ինչ կապ ուներ ընդ, այդ ինչեր ես խոսում։ Իմ եթերում էլ ասացին բանավեճի ժամանակ դուք չտվեցիք ճանապարհը եւ Ադրբեջանը ասաց քանի որ Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը ճանապարհ չի տալիս մենք կանենք ինչ արեցին եւ հայաթափումը Ղարաբաղի ձեր այդ ճանապարհը չտալու պատճառով է։ Դե սա կարելի է ուղղակի մեկ վերնագիր տալ սրան, ինչպես ամեն ինչում արդարացնել Ռուսաստանին եւ Ադրբեջանին եւ մեղադրել Հայաստանի Հանրապետությանը, պետք է հասկանալ այս մարդիկ ինչ մոտիվներով են առաջ շարժվում։ Չէ, դե Հայաստանի իշխանությունների ոնց կարելի է մեղադրել։ Ոնց կարելի է դες Հայաստանի իշխանությունը ի՞նչն է սխալ արել, ահա վերջացրու։ Մի բան կա, որ ձեր իշխանությունը մինչև հիմա սխալ է արել, որի համար կարելի է իրեն մեղադրել։ Սա չոտքի գծած ոնց պայմանավորվել եք Ալիևի հետ, ժամի ճշտությամբ ամեն ինչը արել եք։ Ուղղակի դուք ճիշտ է կոչվեք Հայաստանի իշխանություն, բայց իրականում Ադրբեջանի իշխանություն եք, էլի, որովհետև ոչ թե ձեր արածներով Հայաստանի ժողովրդին եք ծառայում, Հայաստանի շահերին եք ծառայում, այլ Ադրբեջանի ժողովրդին, Ադրբեջանի շահեր։ Դրա համար ձեզ ոչ մի ձևով չի հնարավոր չի ով քննադատել, ով պետք է քննադատի։ Հայաստանում քննադատողներին քրեական գործերը հարուցում եք, տանում եք, նստացնում եք բանտերը, Ադրբեջանից էլ ձեզ ով պետք է քննադատի։ Նույնիսկ երգեր են երգում ձեր մասին։ Արա, քո մասին երգ չկա, չէ՞։ Նոլդա Ալեքսանյան, չկա։ Մենակ Նոլդա Փաշինյանը։ Քո մասին երգ չկա, ասա թող մատ ջուջալարին քո հետ ի՞նչ կապ ունի։ Պետքա չէ հասկանալ այդ ինչի դիմաց են մարդիկ այդ մտքերն արտահայտում։ Դե փաստերով ենք խոսում։ Նրանք ասում են փաստ, Ադրբեջանը թույլ տվեց որ Ղարաբաղցիները հետ գան։ Փաստ Միչանսկը թույլ տվեց աշխատի։ Փաստ այնտեղ եկան ռուսները։ Փաստ մենք ճանապարհը չտվեցինք։ Ես ավելի հետաքրքիր բան ասեմ, փաստ, որ մենք միջանցքային տրամաբանությամբ ոչ մի բան չենք ստորագրել։ Այդ ավելի հետաքրքիր ու ավելի ուժեղ փաստ չի։ Փաստը գիտես ինչն է, Վահագ, որ դուք ինչն եք ստորագրել։ Փաստը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունն է, որը դուք ստորագրել եք նոյեմբերի 9-ից դեռ 2 տարի հետո ու դրանով Արցախը հանձնել եք Ադրբեջանին։ Այնտեղից է սկսվել մեր բոլոր դժբախտությունները ու այնտեղից է սկսվել ադրբեջանական պահանջների հաջորդ этаպը։ Կամ ավելի հետաքրքիր ու ուժեղ փաստ չի այն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բլոկադան սկսեց ու Լեռնային Ղարաբաղի որովհետև դուք չտվեցիք ճանապարհը։ Թե որովհետև Ռուսաստանի հետ իր հարաբերություններում որոշակի դերական դինամիկա ունեցավ։ Ոչ, որովհետև 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը հանձնել եք Ադրբեջանին, այդ տղա չես լսում ինչ եմ ասում։ Դու եթե ասում ես, որ Արցախը Ադրբեջանը, այդ ժամանակից է Ադրբեջանը փակի Արցախը արդեն շրջափակման մեջ, որովհետև ասում եմ դուք ասեցիք, որ սա իմ երկրի տարածքն է։ Ես իմ տարածքի նկատմամբ վերահսկողություն եմ հաստատում։ Իսկ որ Ադրբեջանը պիտի Հայաստանի հետ ճանապարհ փակի, այդ 90-ական թվականներից էլ տենց է։ Ինչ լարվածությունը սկսել է 88-89 թվականներից, 90-ական թվականներից Հայաստան-Ադրբեջան ճանապարհները փակա։ Արցախը հանձնիկ Ադրբեջանին, այդ ճանապարհն է փակվավ, այդքան բան, որովհետև։ Տեսեք, այստեղ բերում են 20 թվականի պատերազմի օրինակը։ Ինչ էր պատերազմից առաջ։ Ռուսները ասում էին Լավրովի պլան, մեկն ասում են ճիշտը դա է, այդպես էին մեկնաբանում, Ադրբեջանը ասում էր տվեք մեր հողերը, ընդ որում են 5 շրջան ասում էր միանգամից տվեք կամ 7-ը։ Մենք ասում ենք չէ, այսպես, այսինքն տարբեր մեկնաբանություններ կան։ Այդ տարբեր մեկնաբանությունների արդյունքում եկան մեր մեջքը ջարդեցին։ Պետրոս, իսկ մեր մեջքը ինչի չէին կարում մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ջարդեն, այն ժամանակ էլ էր Հայաստանի տեսակետները տարբերվում Ադրբեջանի տեսակետներից։ Բա ամբողջ ժամանակ է տարբերվել է, կոնֆլիկտ է հետա եղել։ Բայց ոչ Արցախյան առաջի պատերազմով չէր հաջող, հակառակը մենք էինք ադրբեջանցիների մեջքը ջարդում։ Եկավ ապրիլյան պատերազմ, էլի մենք ջարդեցինք ադրբեջանցիների մեջքը։ Հենց ուղղակի 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո արդեն ադրբեջանցիները սկսեցին մեր մեջքը ջարդել։ Այդ հարցը քեզ չի հետաքրքրում, թե ինչի տենց եղավ։ Ասում են հիմա էլ այդ միջանցքի առումով կան տարբեր մեկնաբանություններ, մեր կողմից եւ իրենց կողմից։ Ասում են եղբայր, օրինակ չէր 20 թվականը, հիմա տվեք, քանի նույնը չեն արել։
Այստեղ բան կա մի հատ խիստ մեծ ու անչափ մեծ էլի տարբերություն կա այդ ամեն ինչի մեջ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը անհամեմատելի է Աղդամի հետ էլ, Քելբաջարի հետ էլ, այն մեկի հետ էլ, այն մեկի հետ էլ։ Այդ ո՞նց է անհամեմատելի։ Լսի, 18 թվին դու այդ նույն բաներն էիր ասում, Վահագ։ 18 թվից հետո հələ 2 տարի էլ վրան անցած, 2 տարի իշխանություն էիք։ 2020 թվին Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ էիք սկսել։ Բուկլետ էիք տպել, քարտեզը վրան պատկերված Հայաստան եւ Արցախ։ Վրան գրած Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Այդ քարտեզի մեջ Հայաստանի սուվերեն տարածքը եւ Քելբաջարն ու Աղդամը մի գծով, նույն գույնով, նույն ձևի ներկած էր, մեջն է գրած էր Հայաստանի հպարտ քաղաքացի, կարա էր բացել անունը մեջ գրել։ Դու քոնը գրել ես, չէ՞։ Բայց ո՞նց է լավ անհամեմատելի։ Բայց այն ժամանակն չէր անհամեմատելի, հիմա դառել է անհամեմատելի։ Այդ որ պահից դառավ անհամեմատելի։ Ալիևը դրա հետ ինչ կապ ունի, որ դառավ անհամեմատելի։ Կարաս ինձ բացատրես այդ ընթացքը ո՞նց է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը անհամեմատելի է ցանկացած մի բանի հետ, սա մեկ։ Երկրորդը, հենց եկեք այս մեկի մասին հատ խոսանք, հետո երկրորդը։ Չէ, մի վարքյան, երկրորդը։ Երբ որ խոսում ենք Լավրովի պլանի մասին, այդ նույն Լավրովի պլանին նախորդած մադրիդյան սկզբունքներին բխած նախորդ տարբերակն է Կազաններ, էլի։ Բայց Կազանին թող Ադրբեջանը համաձայներ, էլի այդ շրջանները վերադարձվում էր։ Վահագ, դու դատավոր, դատախազ, քննիչ, հարկադիր ծառայող, տենց բարեկամ բան ունես, թե չէ, կարամ քեզ ինչ որ պետք է ասելու ասեմ։ Չունես, չէ՞։ Դավաճան։ Տեսեք, պարոն Ալեքսյան, հենց այդտեղ ձեզ քննադատում եմ, որ դուք մնացել եք Բայդենյան աշխարհում։ Այ հիմա կա Տրամպի եւ Պուտինի աշխարհ, եւ կար Եվրամիության ու Բայդենի աշխարհ, որտեղ տարածքային ամբողջականությունը նշանակություն ուներ։ Հիմա դուք չեք տեսել, ասում եք, դե լավ, հիմա Ուկրաինայից մի քիչ կկիսեն, կտանք Պուտինեկի գրավել է, ինչ գրավել է Իրանն է։ Հիմա այդ խաղի կանոններն են։ Դուք ասում եք Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ այլն դա Քելբաջար չի, իհարկե դա Քելբաջար չի, բայց խաղի կանոններն են փոխվել։ Խաղի կանոնները մեր համար փոխվել չեն կարող, քանի որ մեր խաղի կանոնները արձանագրված են առաջին հերթին մեր սահմանադրությամբ։ Դու փաստորեն սահմանադրության տեղն էլ գիտես, բայց սահմանադրությունը չի փոխում։ Կարող է խաղի կանոնները փոխվել են, դրա համար ձեզ նոր սահմանադրություն է պետք։ Խաղի կանոնները փոխվել են, Իլհամ Հեյդարիչը նոր սահմանադրություն է ուզում, որպեսզի նոր սահմանադրություն դնեք, նոր խաղի կանոններով առաջնորդվեք։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, այս պահի դրությամբ կարելի ասել չափազանց մրցունակ արտաքին քաղաքականություն է։ Էդում հետ եք մրցել արտաքին քաղաքականության, որ այդ մրցունակությունը տես դրսևորվել է։ Արտաքին քաղաքականություն։ Այն քաղաքականությունը, որը մենք ենք հայտարարել Բայդենի եւ Եվրամիության վրա, ով է տենց բան ասել, որ մենք ԱՄՆ նախագահի տեխնացուներից գոնե մեկի վրա ստավկա ենք դրել։ Այդ ինչ ասելու բան։ Ասեմ ով ասե։ Ամերիկայում մի հատ դեսպան ունի, իրան հարցրու, ինքը կասի են։ Նորին ոչնչությունը, որ դեկտեմբեր ամսին Սամանտա Փաուերի պատվին ընդունելություն էր կազմակերպել ընտրություններից հետո Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը։ Այ որ իրան հարցնես, ինքը քեզ կասի ստավկան ոնց եք դրել։ Նույնիսկ ընտրություններից հետո էիք ստավկա դնում պարտվածների վրա։ Մենք ինչ գործ ունենք ԱՄՆ նախագահական ընտրությունների տեխնացուների վրա ստավկա դնենք։ Մենք շատ ակտիվ աշխատում ենք թե հանրապետական գործընկերների հետ, թե գծում եւ որի հետ մենք համագործակցում ենք գոյություն ունի։ Գիտեք ինչա, մեզ մեղադրում են նրա մեջ, հիմա մեր ընդդիմախոսները, որ մենք բավականին հաջող կարողացել ենք համագործակցել ԱՄՆ-ի նախկին վարչակազմի հետ։ Այսինքն այդ նախկին վարչակազմի հետ ձեր հաջող համագործակցությունը դրսևորվել է դրանով, որ ակտիվ համագործակցություն է եղել։ Վաղ դու տեղյակ ես Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ քանի հանդիպում ա ունեցել իր պաշտոնավարման ողջ շրջանում։ Գիտես, տեղյակ ես, հաշվել ես այդ բոլոր հանդիպումները, որոնք տեղի են ունեցել, հաշվել ես, 1, 2, հաշվել ես, ես հաշվել եմ։ Գիտես քանիսն այլ է։ 0 Այդ ձեր լավ արդյունավետ համագործակցությունը
ունի մաթեմատիկական ճշտություն 0 Ես ձեզ վստահեցնում եմ, առաջիկայում մեզ մեղադրելու են նրա մեջ, որ մենք կարողանում ենք բավականին հաջող համագործակցել ԱՄՆ-ի ներկայիս վարչախմբի հետ։ Նույն մարդիկ։ Դե արդեն հիմքերը լավ դրված են, էլի։ Մի շաբաթ գնացել էր Միացյալ Նահանգներ, Լիլիթ Մակունցից բացի իրան ոչ մեկ չէր ընդունում։ Շանտեղ դնող չկար։ Արդեն շատ լավ հիմքեր ա դրել։ Չնայած ավելի լավ էր չընդունեին, քան տես Զելենսկու նման անեին։ Դրան ասում էին, դու ինչի կայսում չես հակես, սրանալ պետք է ասեն ինչի չես լողացե։ Ինչ որ դեպքեր են զարգանալու։ Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության այս արտաքին քաղաքականությունը, որը որ մենք ենք որդեգրել բալանսավորման ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը, միանշանակ բերելու է հաջողություններ նաև ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Թրամփի վարչակազմի հետ Պարոն աշխատանքներում։ Ալեքսանդր, դուք գիտեք ինչ նշանակում բալանսավորված։ Իհարկե։ Դա նշանակում է լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, լավ հարաբերություններ բալանսավորված Ռուսաստանի հետ։ Ոչ միայն, նաև Չինաստանի հետ, նաև Հնդկաստանի հետ, նաև Եվրոմիության հետ։ Այսպես մի հատ հասկանանք հետո։ Եվ ձեր ընդդիմախոսները ասում են դուք չունեք բալանսավորված քաղաքական։ Որ ընդդիմախոսները, այն ընդդիմախոսները Այսա ասում են բոլորը։ Ոչ, դա չեն ասում։ Բոլոր։ Մի վարքյան։ Դուք Ռուսաստանի հետ փչացրել եք մեր հարաբերությունները։ Դա ասում է ընդդիմության այն խումբը, որը կողմա որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա Ռուսաստանի Դաշնության մաս։ Ամեն բրիֆինգին ասում է Մարիա Զախարովան։ Այդ կոնտեքստով, եթե մենք Սալամյանի նայենք, վերջին հաղորդումը տեսել եք, ասում էր մենք Հայաստանի հələ տրանսֆերները կտրեք, մենք գազը կտրենք այս վերջի քվեարկությամբ, որ մենք ձեռնպահ քվեարկեցինք ՄԱԿ-ում։ դե շատ լավ։ Լսի, գիտես, շատ լավ։ Դա ընդդիմությունը չի ասում է։ Դու լսել ես Նիկոլ Փաշինյանը ինչեր է խոսում Ռուսաստանի հասցեին, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դու չես լսել, որ Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանի ներկայությունը, հապկին Հայաստանի անդամակցությունը դա Հայաստանի անվտանգության սպառնալիք է։ Դու ընդհանրապես Ալեն Սիմոնյան լսում ես, ասենք գոնեն այս CD-ո բանը YouTube մտնես, ասենք երգեր լսելու փոխարեն լսես Ալեն Սիմոնյան ինչեր է խոսում ինքը Ռուսաստանի հասցեին։ Էդի բալանսիրովկայի եք բերეთ, հա, շոուլի եք բերե, հա, դա ասում չեմ այնակ Ռուսաստան միացում, Չինաստան կա, Հնդկաստան կա, Բրազիլիա կա, Աֆրիկա, ինչու՞ չնե, Աֆրիկա։ Աֆրիկյան ինչեր կոչում են հիվանդությունը, աֆրիկյան ժանտախտեր, աֆրիկյան խոզի գրիպ է, դες մի բան կար, Պետրոս, դու կիմանաս, դու լավ կիմանաս։ Ես էլ ասում եմ, Հայաստանի ընդդիմության այն թևը, որը կարծում է, որ Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի Դաշնության մաս, բալանսավորված։ մեզ մեղադրում է, որ մենք խզել ենք կապերը Ռուսաստանի հետ։ Լսի, Հայաստանը որ կուսակցությունն է, մի հատ ինձ կարաս ասես, որ համարում է ընդդիմադիր եւ ասում է Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս։ Այդ այնց ապուշություն, օրինակ, դա քո տեսակետն է։ Ումից ես լսե Հայաստանում մի ընդդիմադիր ուժ, որ ասի Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս։ Հայաստանի ընդդիմության արևմտամետ հատվածը մեզ մեղադրում է նրա մեջ, որ մենք նեյնիմ ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ։ Փաստորեն Պետրոս տեսար ինչ ասում։ Մի մասը սրանց մեղադրում ասում է, որ դուք Ռուսաստանի հետ եք հարաբերություններ փչացնում, մյուս մասը ասում է, որ դուք Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ եք հարաբերություններ փչացնում, երկուսն էլ ճիշտ են ասում, բայց ոչ մեկ չի ասում, որ դուք հարաբերություններ եք կառուցում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Օրինակ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իրանց բարեկամության վերաբերյալ լսել եք մեկ ասի դուք վատ հարաբերություններ եք կառուցում Ադրբեջանի հետ։ Դուք վատ հարաբերություններ եք կառուցում Թուրքիա։ Այդ հարցում իդեալական գնում է։ Բայց դե Ռուսաստանի հետ, Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ չի ստացվում էլի։ Այ հենց սա կոչվում է բալանսավորում, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այնպիսին են, որ մեզ համ այս կողմից են քարկոծում, համ այն կողմից են քարկոծում։ Դա է բալանսավորումը։ Պարոն Ալեքսանդր, վախենամ բալանսավորումը մեր ընդդիմությունից արևմտամետ թե ռուսամետ կախված չի, բայց ակնհայտ է, որ ռուսները մեր նկատմամբ ունեն շատ վատ վերաբերմունք։ Վերջին հայտարարությունները ամեն ինչի մեջ մեզ են մեղադրում։ Ադրբեջանը փակում է Սպուտնիկը, փակում է Ռուսկի դոմը, չգիտեմ, արդեն ինչ անում, իրանք մեկը մեզ են մեղադրում։ Դե կներեք, հիմա պետքա չէ իրանք իրանց փորձեն արդարացնել։ Պետքա չէ իրանք իրանց փորձեն արդարացնել, որովհետև եկեք ճիշտ հասկանանք, էլի Ռուսաստանը
մեծ տերություն է, որը հավակնում է լինել գերտերություն։ Ու այդ գերտերության համար իմիջային հարց է, որ իր դաշնակից պետության ժողովուրդը իրեն մեղադրի դավաճանության մեջ։ Պարզա, փաստորեն Ռուսաստանը ուզում է Պետրոս Վահագի առաջ արդարանա, Պուտինն, Միշուստինն, Լավրովն, Մեդվեդևն, մյուսներն են, էլի մի խոսքով կա այդ երկրի ղեկավարները գալիս են ուզում են Վահագի առաջ ինչ-որ ձևի արդարանան, բայց հələ չի ստացվել։ Չի ներում ինքը։ Չի ստացվում, ասում է, ինչքան էլ ուզում եք արդարանաք, ինչքան էլ ուզում եք ինչ անեք, չի ստացվում։ Չեն կարող արդարանան։ Ռուսաստանը ընդհանրապես հայերի առաջ ասենք օրինակ Ռուսաստանի падգամավորներն ուզում են մեր ԿՊ-ի падգամավորների առաջ արդարանան, չի ստացվում։ Կառավարության անդամներն ուզում են մեր կառավարության անդամների առաջ արդարանան, չի ստացվում։ Հիմա չի ստացվում։ Փորձում է ներկայացնել, որ ինքը մեղավոր չէր, որ իր խաղաղապահների ներկայությամբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Դա Հայաստանի դավաճան իշխանություններն էին, որ ինքը մեղավոր չէր, երբ Ադրբեջանին 5 միլիարդի զենք էր վաճառում, ու այդ զենքը կրակեց Հայաստանի ու հայերի ուղղությամբ։ Լսի, իսկ Հայաստանը, որ պաշտպանվում էր, ու այդ զենք կար, չէ, զենքով էին, չէ, պաշտպանվում։ Ու այդ զենքից 6.5 միլիարդ դոլարի զենք, 6.5 միլիարդ։ Քո ներքնաշորերն ինչ արժի Վահագ։ 800 դրամ։ Երկուսն իրար է թե մեկը։ 6.5 միլիարդ դոլարի զենք կորցրել եք։ Այդ 6.5 միլիարդ դոլարի զենքը Իջևանից եք բերել։ Դու Նիկոլն եք բերել։ Բա որտեղից եք բերել։ Բա ոնց եք։ Ում վրա եք գրակում այդ զենքը։ Ես լսում եմ, որ մեզ ասում են, եթե դուք Եվրամիություն գնաք, մենք ձեզ ԵԱՏՄ-ից կհանենք, այս կանենք, այն կանենք։ Սալավիով ասում է գազը կտրեք եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ չարժի այդքան Սալավիովի մասին խոսում։ Չգիտեմ։ Այո, մեր հանրային հեռուստը ճիշտ է ասում, Պետրոս։ Մեր հանրային հեռուստաընկերությունը քոպես ասած Պետրոս ունի։ Ինչ ասա Սալավիով։ Սրաստոք ասած Պետրոս։ Կամ էլ Պողոս Պետրոս։ Նա Կրեմլի ռոպագանդիստ է, ինչի՞ չարժի։ Նա ասում է, ինչ որ Կրեմլից ասում են ասա։ Ոչ միշտ, բայց այնուամենայնիվ։ Այդ եմ ասում։ Դա բալանս երևում է։ Ես ձեզ քիչ առաջ նկարագրեցի, թե ինչի համար ասվում այդ ամենը։ Դա իմիջի համար է։ Դա իմիջի համար է միանշանակ ու անկասկած ուղղակի։ Հասկացա։ Անհանգիստ է, էլի Վահագը մի քիչ Ռուսաստանի իմիջի համար անհանգիստ է։ Այս վերջի շրջանում Ռուսաստանի իմիջը շատ անգ է։ Հիմա մի քիչ Վահագն է ուզում օգնի, որ Ռուսաստանի իր իմիջը մի քիչ բարձրացնի, բայց դա չի ստացվում, էլի շատ անգ է, շատ ընկավ, էլի այս վերջի շրջանում շատ ընկավ։ Բաքվում կրկին դատում են Ղարաբաղի նախկին ղեկավարներին եւ Ռուբեն Վարդանյանին։ Եվ ընդդիմությունը ձեզ մեղադրում է, որ դուք ոչինչ չեք անում նրանց հետ բերելու համար։ Ընդդիմությունը մեզ մշտապես փորձում է մեղադրել, որ մենք գերիների հարցում անգործություն ենք դրսևորում, ու առհասարակ ընդդիմությունը գերիների հարցը, գերիների ու պահվող անձանց հարցը մշտապես դիտարկում է որպես քաղաքական կապիտալ քերելու, այսպես մի հանք, որպես այդպիսին։ Բայց դուք երբ եք անգործություն ցուցաբերել, ես օրինակ համաձայն չեմ։ Գերիների հարցում դուք ամենաակտիվն եք աշխատում, բայց այդ աշխատանքի արդյունքում է, որ Ադրբեջանի բանտերում այդքան գերիներ են հայտնվել։ Բա 20 թվի մեր զինվորների գերությունից հետո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը երբ է հայտնվել գերության մեջ։ 2023 թվականին։ Բա դա ում աշխատանքի արդյունքն է։ Ձեր աշխատանքի արդյունքն է։ Չէ, գերիների հարցում դուք շատ լավ եք աշխատում։ Այդ աշխատանքը լմա է, որ գերիները մնում են գերության մեջ, նրանց քանակը ավելանում է, նրանց ցենզը գերության մեջ գտնվողների պաշտոնական ցենզն էլ գնալով բարձրանում է։ Դա աշխատանքի արդյունք է։ Ուղղակի դա իր բերելու հարցը չի ստացվում, էլ, այսինքն բերելու հարցը ստացվում է մենակ եթե միջազգային այլ կազմակերպություններ են միջամտում, ասենք այլ կառավարություններ են անում, թե չէ ձեր կառավարությունը գերի հանձնող է, Վահագ ջան, դուք սաղ էսեք արա հանձնեք, չէ, սաղ հայ ժողովրդի, ասենք պլյուս մինուս 500,000։ Այդ աշխատանքը ոչ հանրային է ու ոչ հանրային է հենց այդ աշխատանքի լավագույն շահից ելնելով։ Ինչպես որ եթե կհիշեք, երբ որ նախանցած տարի Շիրակի մարզի մեր տասնյակ գերիներ
վերադարձվեցին, դրա նախորդ օրը ուղիղ խորհրդարանում էլի նույն ընդդիմությունը մեզ մեղադրում էր, որ մենք ոչինչ չենք անում գերիների վերադարձի ուղղությամբ։ Հա, բայց Շիրակի մեր քաղաքացիները վերադարձվեցին, դրա դիմաց Ադրբեջանին վերադարձվեց Քաջարանում պահնորդին սպանած եւ ցմա դատապարտված ադրբեջանցին։ Ու հերիք չէ ադրբեջանցին վերադարձվեց, հետնել Հայաստանը հանեց իր տեխնացությունը եւ օգնեց Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը Բաքվում կազմակերպի COP29 գագաթաժողովը, որի շրջանակներում կազմակերպի ցուցահանդես պատմական Ադրբեջանի Երևան քաղաքի մասին։ Այդ դուք դա եք արած, ու ճիշտ է, իրանք հիմնականում այդպես երևացող չի, էլի Պետրոսյա, շատ քիչ բան կա, որ երևացող։ Օրինակ, երևացող մենակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններ, որ ասած գերիները իմ համար գոյություն չունեն։ Դեռ մի մաս կար երևացող, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո, երբ որ արդեն գերիներն իր աղբերները չէին, ասաց հələ մատ պիտի պարզենք այդ գերության հանգամանքները, մարդիկ ինչի են հայտնվում գերության մեջ ու սկսեցին, երբ որ ինչ-որ մի կազմակերպության աջակցությամբ կառավարության գերի էր գալի, այդ գերիներին տանեն Հայաստանի բանտերում բանտարկեն, Բաքվի բանտից, Երևանի բանտեր, որ առիթ տան Իլհամ Ալիևին, ասի, պետք չի մարդկանց գերությունից ազատել, մեկը տանում են այնտեղ խոշտանգում են։ Գերիների հարցում շատ լավ են աշխատում։ Երևի մի քանի տեղ քիչ բան կա, որ իրենց աշխատանքը արդյունք է տալի, դա գերիներն են, բայց ուղղակի Ադրբեջանն է օգտվում, էլի։ Բա հիմա ասենք մեր Արցախի ոչ ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտված է այնտեղ ցմա ազատազրկման, ով ինչքան կապտի։ Բայց իրանց աշխատանքը։ Հիմիկվա Ռուբեն Վարդանյանի վիճակը, բայց իրանց աշխատանքի արդյունքը, իր տեսքը ինչա դառը ու Ռուբեն Վարդանյանը ինչա դառը։ Այդ իրանց աշխատանքի արդյունքն է։ Քո տեսնել ունես ված չի։ Պետրոս։ Շուտով Գյումրու քաղաքապետի ընտրություններ են, պարոն Ալեքսանյան, եւ ընդդիմությունը ասում է, որ դուք շանս չունեք։ Որ ընդդիմությունը, մասնավորապես այն ընդդիմությունը, որը ամաչում է ինքն իր կուսակցություններից, գնում այնտեղ բեղմորուք է կպցնում Գյումրիում։ Լսի, Խրիոշիկ, հարցը ընդդիմությանը չի վերաբերում։ Հարցը վերաբերում է ձեր շանսերին։ Ասում է դուք ընդ շանսեր չունեք, ի՞նչ կապ ունի ով ասում, որ ընդդիմություն է։ Բեղմորուսից ես դու խոսում, հա, այսինքն դու Բեղմորուսից խոսում ես, բաղ։ Քեզից խոսա, ասում է դուք շանս չունեք, ու գիտես որտեղ ասում։ Այն նույն Գյումրիում, որտեղ հիմա կազմակերպում եք արտահերթ ընտրություն, որովհետև տապալել եք օրինական ընտրված իշխանությունը, որովհետև պարտվել եք նախորդ ընտրություններում, որի համամասնական ցուցակը գլխավորում էր ձեր մարզպետը, ու այդ ընտրությունների մասնակցելով մի անգամ արդեն պարտվել եք։ Հիմա ձեր վիճակը ավելի է վատացել։ Անենց որ գնացել եք լուսավոր Հայաստանից անասնագողության, գաղափարագողության շրջանակներում, մարդ եք բերել սարքել եք ձեզ տեխնացու։ Այդ դրա մասին է խոսում, ասում է ինչ շանսեր ունեք դուք։ Ընդդիմություն է էսի խոսում։ Սերժ Սարգսյանի ֆրակցիայի падգամավորը գնում Գյումրիում առաջադրվում, ասում է ես Սերժի հետ կապ չունեմ։ Մարտուն Գրիգորյանը Սերժ Սարգսյանի կուսակցության երիտթևը հանդիպումներ է կազմակերպում Ռուբեն Մխիթարյանի համար, նա գնում ասում է ես Սերժի հետ կապ չունեմ, Ռոբերտ Քոչարյանի իր դաշինքից ու դաշնակցությունից Անդին Անդրանիկ Թևանյանի միջոցով ինչ որ մարդ առաջադրում, ինչա թե իր հետ ուղիղ կապ չունեն, հա, այդ ընդդիմությունը։ Այդ տղա դու քեզնից խոս, այսինքն քո ասելուց ասում է, որ Գյումրիում բոլոր տեխնացուներին առաջադրել է Սերժ Սարգսյանը, այն դեպքում երբ որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրությունների մասնակցելու հայտ չի ներկայացրել։ Սերժ Սարգսյանն էլ Հանրապետական կուսակցության ղեկավարն է։ Հիմա հարցը ձեզ է վերաբերում, արա գնացել եք լուսավոր Հայաստանից, անդամ եք թե բերել, որովհետև ձեր կուսակցության մարզային կառույցի ղեկավարը 110,000 բնակի, 115,000 բնակիչ ունեցող քաղաքում 200 հոգի կուսակցականի վստահություն չի ունեցել։ Ինքը վստահություն չունի, բայց իր մաս կլնի, մեզ կլնի, ինչ չափում են մեջից նարկոտիկա դուրս տալի։ Դրանից խոսա, դրանից է հարցը տալի։ Հետաքրքիր է այդ լսելը, իհարկե, գյումրեցին կորոշի ով շանս ունի, ով չէ։ Իհարկե հասկանում եմ, որ գործող ընդդիմադիր այդ Սերժը Քոչարյանը եւ ընդհանուր այդ բևեռը ունի արդեն իսկ պայմանավորվածություն, որ հետընտրական փուլում բոլորը միասին են հանդես գալու մեր դեմ, բայց կարծում եմ, որ դա ոչ թե պակասեցնում է մեր շանսերը, այլ ավելացնում։
Վարդանիկին մոռացաք։ Նույն տիրույթում է։ Որ։ Ուղղակի տատանվում է, ենթադրում եմ Սերժի ու Քոչարյանի Չէ, մեջ։ բայց ինքը հեղափոխության օրերին չեք հիշում, Քայլարամերջի Սերժին։ Դե դրանից առաջ էլ գոռում էր հանրապետական կուսակցություն ձեր ցավը տանին, ձեր ջանին ղուրբան եղնի։ Ինչ տարբերություն։ Բայց Շիրակ Թորոսյանը ինչ էր ասում։ Շիրակ Թորոսյանը ինչ էր ասում, որ հիմա եկել է դառել է ՔՊ-ի ձեր խմբակցության падգամավոր։ Բա Սերգեյ Բագրատյանն ինչ էր ասում, որ ԲՀԿ էր, հիմա եկել է դառել է ձեր խմբակցության падգամավոր։ Բա Գուրգեն Արսենյանը ինչ էր ասում, որ մի ժամանակ նույն հանրապետականի դաշնակցության մյուսների հետ կոալիցիա էր կազմել, հետո եկավ դառավ ձեր խմբակցության падգամավոր, հիմա ուղարկել եք Մոսկվա։ Բա դրանք ինչ էին ասում։ Ասում եմ, կա հստակ Բևեր Գյումրիում ընտրությունների ժամանակ Սերժա Քոչարյանական Բևերն է ու կանք մենք։ Իհարկե այսօր նաև այլ առողջ ուժել առաջադրվեց ընտրություններում, բայց այնուամենայնիվ։ Դե արդյոք ճիշտ է այդ մոդելը, որ ով որտեղ ինչ առաջադրվում է, ասում եք ձեր մոդել կան։ Չէ, դե հիմա Սերժ Սարգսյանի խմբակցության падգամավորին չասեն, որ Սերժ Սարգսյանի Բևերից է։ Ձեր մոդել, ձեր կուսակցության մեջ էլ եւ իշխանության մեջ բարձադիր դիրք ունեցող մարդիկ կան, որոնք առաջ հանրապետական են եղել։ Հիմա այդ մարդը եղել։ Եվ ես պետք է ասեմ։ Բերժաբե դու ինչ ես ելը, դու էլ ես, չէ՞ ոնց որ դու ոնց որ բարգավաճ ես, չէ՞ ելը։ Արա ո՞ք դու էլ ես բարգավաճել է։ Դու բարգավաճ են երիտասարդականի ժողովների ժամանակ սկի աթոռը չէի տվեն նստեին, պատերի տակ կանգնած էիր։ Է դու չէիր, դեմքդ ծանոթ ախես, ասեմ քեզ։ Մի վիդեոյի մեջ տեսել եմ ԲՀԿ-ի Երիթևի ժողովներից։ Հիմա է խմբակցության падգամավոր։ Հիմա պատիվ ունեմի падգամավորա գործող։ Հա, բայց դու չգիտես, որ Մարտուն Գրիգորյանը պատիվ ունեմ խմբակցության падգամավորա դարձել հայրենի կուսակցության առաջադրումով։ Հիմա ոնց որ ես ասեմ, ես Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունեմ, չեք ասի, դու ապուշ չես։ Վահագ ջաները, դե մենք ես ապուշ ասելու այնքան պատճառ ունենք, հիմա պիտի մենակ դրա համար ասենք ապուշ, ինչա թե դու Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունես։ Ուրիշ պատճառ չունենք մենք ես ասելու ապուշ, պիտի մենակ դրա համար ասենք ապուշ, ինչա թե դու Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունես։ Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունենալու համար Վահագ ջան, մենք ես ուրիշ բաներ ենք ասելու, բայց դե եթերային չի։ Մենակ դավաճանը կարանք ասենք որպես եթերային։ Քեզ Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունենալու համար ասում ենք դավաճան։ Իսկ ապուշ ըլելու հիմնավորումները դու ինքն ես տվել խելքից դուրս։ ԿՊ-ից падգամավոր եմ, ոնց կասեմ ես Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց ինքը ո՞ր կուսակցությունով առաջադրվել։ Դաշինքով է առաջադրվել, որի առաջնորդը ակնհայտորեն Սերժ Սարգսյանն է։ Այսինքն հիմա փորձում ենք իրար բան անենք, համոզենք, որ Սերժ Սարգսյանի խմբակցության падգամավորը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի։ Նու Սերժ Սարգսյանը այդ խմբակցության ղեկավարը չի։ Լավ։ Հանձնվում եմ։ Հանձնվում եմ։ Սերժ Սարգսյանի խմբակցության падգամավորները Սերժ Սարգսյանի հետ կապ չունեն, հարգելի քաղաք։ Ես մի էլ օրինակ բերեմ Իշխան Զաքարյանը, ուր է։ Դե հիմա Անաստա Գողոսյան սա դեպքերը պիտի հիշես դու Պետրոս։ Լավ, բա Ռուբեն Մխիթարյանը ինչ կապ ունի Սերժ Դե երեք մամուլ չեք կարդում։ Սերժ Սարգսյանի կուսակցության հանրապետականի երիտ թևը կազմակերպում էր Ռուբեն Մխիթարյանի հանդիպումը երիտասարդների հետ։ Այդ քանի տենց դեպք գիտեք, որ ասենք կուսակցության երիտ թևերը ասում են եկեք այսօր բարեգործություն անենք, գնանք մեր հետ կապ չունեցող տեխնացուի համար հանդիպում կազմակերպենք։ Արա, այսինքն ստասում է, որ Սերժ Սարգսյանը ինքը իր հետ Գյումրիում պայքարում։ Այսինքն Սերժ Սարգսյանի մի տեխնացուն Մարտուն Գրիգորյանն է, բայց Սերժ Սարգսյանի կուսակցության երիթևը հանդիպում է կազմակերպում Ռուբեն Մխիթարյանի հետ։ Այսինքն իրանք իրար հետ մրցակցում են։ Պետրոս, բայց չես ուզում խռախռած ծիծաղես սրա վրա։ Այդ լավ էլի։ Այսպես տրամաբանորեն ավարտում ենք դեդուկցիայով ավարտում ենք մեր եթերը, շնորհակալություն։ Դեդուկցիան եւ ինդուկցիան ավարտեցին եթերը։ Իսկ մենք նրանց մասին մնացինք մեր կարծիքին։ Կհանդիպենք ստեսություն։